տղես աղջկանից հետ գախնի ապահ է, որ ես իր հերն եմ։ Ու ես հասկանում եմ ինչի համար։ Բայց դու միևնույն է դա կպարզեիր։ Հա, կպարզեի։ Ես հիմա քո դուրը չեմ եկել որպես Սարո, այլ որպես հայր, ով չի ուզում իր երեխու կյանքը փչացնի։ Ես քեզ հասկանում եմ։ Հասկանում եմ որպես հայր։ Բայց դու Սարոն ես։ Քաղաքի հանցավոր աշխարհի ամենաազդեցիկ կնքահայրերից մեկը։ Տղեն պատասխանատու չի հոր համար։ Ճիշտ ես, պատասխանատու չի։ Բայց մի պահ պատկերացրու։ Ոստիկանության գնդապետի դուստրը ամուսնանում է հանցավոր աշխարհի ամենաազդեցիկ հեղինակություններից մեկի տղայի հետ։ Ինչ ես կարծում։ Իմ գոլեգաները դրան ոնց կվերաբերվեն։ Իմ տարիների ամբասիր հեղինակությունը մի վարկյանում հոդս կցնդի։ Հասկանում եմ քեզ։ Նույն պրոբլեմներ ես եմ ունենալու իմ աշխարհում։ Մարդիկ հարցեր են տալու։ Բայց ես պատրաստ եմ կռիվ տամ տղուս երջանկության համար։ Իսկ ես պատրաստ չեմ, որովհետև մենք տարբեր բաներից ենք խոսում։ Մոշոն լավ տղա է։ Ազնիվ, խելացի, բայց միևնույնն է, ինքը քո տղան է։ Ու դրանով արդեն ամեն ինչ ասված է։ Մեր երեխաները չեն կարող միասին լինեն։ Ես քեզ խոստանում եմ, որ չեմ խառնվի նրանց կյանքին։ Կամուսնանան կապրեն առանձին։ Չէ, Սարոն, չէ։ Դու հիմա ինչ էլ ասես, ինչ էլ որոշես կամ առաջարկես միևնույնն է։ Մուշոն կա ու մնալու է քո տղեն։ Ոչ մի բան չես կարող փոխես։ Ես իհարկե շնորհակալ եմ, որ եկար ու որոշեցիր սենց անկեղծ հետս խոսել։ Բայց ես իմ խոսքն արդեն ասացի։ Ես իմ կյանքում ոչ ոքի, ոչինչ չեմ խնդրել։ Պատրաստ եմ եղել գնալ ցմահ նստել, բայց չեմ խնդրել։ Բայց հիմա քեզ խնդրում եմ, շանս տուր իմ տղուն։ Մի խլի երեխեքից իրանց երջանկությունը։ Սարո, ես իմ խոսքը ասեցի քեզ։ Ու դա չի փոխվել։